Կան հարաբերությունները ինչ մակարդակի վրա են այսօր։ Շատ ցածր մակարդակի վրա են, ակնհայտ է, որ իրական դաշնակցությունը ևս չկա, եւ մենք տեսնում ենք, որ նիկոլական վարչակարգի վերջին քանդրբազությունը ԵՄ գնալու, որտեղ մեզ ոչ մեկ չի սպասում, հերթական հարվածներ են հարաբերությունների եւ որևէ բան չի տալու Հայաստանին բացի մնացից։ Եվ ուզում եմ այսօր ևս մեկ անգամ արձանագրել, որ մի հակուսակցությունը որ դեմ կգնենք, դա հանրապետականն է, որովհետեւ մենք գտնում ենք, որ իհարկե Եվրոպան շատ կարևոր է, արևմուտքի հարաբերությունները կարևոր են, բայց դաշնակցային հարաբերությունները պետք է զարգացնել Ռուսաստանի հետ։ Իսկ ԵՄ-ի հետ կապված եվրոպական միությունը որևէ մեկ Հայաստանին չի սպասում, նույնիսկ ակնարկ չի արել, եւ սա Նիկոլ Փաշինյանի հետական դատարկ փիառն է։ Իսկ ինչ վերաբերում է հարաբերություններին, ինչպես մենք կարող ենք խոսել նորմալ հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի վարչակարգը սառեցրել է իր հարաբերությունները հատվում եւ փաստացի չի մասնակցել նրա աշխատանքին։ Սա իհարկե մեծ մնաս է եւ պետք է տգետ լինել չհասկանալու համար, որ անհնար է լինի Ռուսաստանի հետ ունենալ տնտեսական հարաբերություններում, դաշնակցային հարաբերություններ, բայց անվտանգային ու քաղաքական հարաբերություններում գնալ դեպի այլ տեղ։ Եվ ուզում եմ ասել, որ այդ տեղը նույնիսկ Եվրոպան էլ չի։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա եւ Ռուսաստանի միջեւ իր տպավորությամբ ընտրել է թե Թուրքիային, եւ նա այսօր ում իշխանության բացառապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրինաչափության հասցնում։ Հայ-ռուսական հարաբերությունները հատկապես երբ վատառողջ փուլ մտան 18 թվականից հետո բացեք իմ հարցազրույցները, պարոն Աշոտյանի հարցազրույցները 18 թվականի հիմար հեղափոխություն կոչվածից իրականում իշխանազավթումից հետո, երբ որ տեսակ Խաչատուրովի նկատմամբ իրական գործեր հարուցեցին, Արցախի լուսամարտի հերոսների վրա գործեր հարուցեցին, Նիկոլ Փաշինյանը ընդունեց Բոլտոնին եւ սկսեց իրականացնել Բոլտոնի ծրագիրը։ Ես իմ ելույթում էլ նշեցի, որ պարոն Բոլտոնը առաջարկում էր Հայաստանի իշխանություններին, որպեսզի հայ ժողովուրդը մոռանա այսպես կոչված պատմական գաղափարների մասին, իսկ այս գաղափարները մենք գիտենք, դա նախ եւ առաջ ավանդական հարաբերություններ, հայկական Արցախն ցեղասպանության խնդիրների վրա գնել հայ-ռուսական հարաբերություններ։ Պարոն Շարմազանով, կարծես գլուխ են բարձրացրել նույն մարդիկ, ովքեր 2018-ին իշխանափոխություն էին իրականացնում եւ կրկին մեղադրանքների շարք է սկսել հանրապետականի դեմ։ Սա ինչ դիվերսիա է եւ այս համատեքստում ինչպես կգնահատեք Գյումրիում տեղի ունեցող կոնֆլիկտը, որը կարծես թե հանգուցալուծվեց Մարտուն Գրիգորյանի այսօրվա հայտարարությամբ։ Չակերտավոր դիվերսանտներին ասեն, որ իրենք իրենց բառապաշարով էլի քաղաքական, իրենք իրենց դրված ականների վրա կպայթեն։ Այդ փուչիկներ են, կամ այդ փուչիկը կպայթեցնենք, հանգիստ եղեք։ Հանրապետականը 10 թվականից հետո, 10 թվականի անցել, իր բոլոր խնդիրներով, ծերություններով, սխալներով հանդերձ հանրապետականը կանգնում է։ Բայց ես մենք առնելով ասել եմ, մի ասեք մեր մասին սուտը, այլապես կլսեք ձեր մասին ճիշտը։ Սա ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կեղտոտ արշավեր սկսել, նաև հանրապետականի նկատմամբ էլ, բայց Մարտուն Գրիգորյանը իր այսօրվա հայտարարությամբ բոլորին նստեցրեց իրենց տեղը։ Ուռճացված չէր այս թեման, ըստ էության Գյումրիում ունենալ Վարդան Ղուկասյան քաղաքապետ սրանով իշխանափոխություն լինելու է։ Ես սկզբանե ասել եմ, որ դրանց նպատակը հոդա չէ, դրանց նպատակը Մարտուն Գրիգորյանի խփելն եւ հանրապետականի եւ այն ուժերին, ովքեր որ կապում են Մարտուն Գրիգորյանին։ Չնայած մենք ասենք, այո, Մարտունը մեր ընկերն է, բայց Մարտուն Գրիգորյանը առաջադրվել է այլ կուսակցություններից, հանրապետականը չի առաջադրվել։ Եվ ես միշտ ասեմ, որ Գյումրու ընտրությունների գլխավոր խնդիրն է, որ մենք տեսանք, որ Գյումրին ձայն չտվեց Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ին, մերժեց։ Սա է ամենագլխավոր բանը։ Իսկ եթե տես նայենք թիմերով, Վանաձորում էլ Նիկոլը պարտվել Ալավերդում, էլ պարտվել Սյունիքում, էլ պարտվել Մասիսում, էլ Դավիթին պարտվել որտեղ Բերդում էլ պարտվել, Ապարանում էլ պարտվել, որտեղ ասես պարտվել է։ Բայց եթե մի քաղաքապետի հարցում ընդդիմությունը սկսում է իրար դեմ այսպիսի մրցակցություն ու կեղտոտ պայքար նաև պարոն Շարմազանով, ինչ սպասել, օրինակ անվստահություն հայտնելու հարցում։ Մենք մրցակցությանը կողմ ենք, նույնիսկ հաջողերում ենք մրցակցությունը։ Մենք կեղտոտ արշավին ենք դեմ, մենք գործատեղից ներքև հարվածներին ենք դեմ եւ ասել եմ եւ շանտաժում եմ, մի առիթով ասել եմ, ում թվում է, որ ինքը կարող է հանրապետականի
հետ շանտաժով խոսի ու մարսի, սխալվում է, այդ շանտաժով լեզուն քաղաքական առումով կկտրենք եւ կմտցնենք իրենց համար նախատեսված տեղ։ Բայց այսպիսի ընդդիմադիր շարքերով հնարավոր լինելու է իմպիչմենտի գործընթաց օրինակ սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ կամ միասնական վարչապետի այլընտրանքային թեկնածուներ կայացնել։ Ապրենք կտեսնենք, ամենայն դեպս ես բան կարող եմ ասել, այդ հիմարություններ դստվողների մեջ ես տենց շատ ազգանժոյ պատգամավորներ չեմ տեսել ամենայն դեպս։ Սա նեսկան են 30 արձագանքներ, դա միշտ էլ եղել է թեթև տարիք։ Թրամփը Եվրոպան այսօր սպասում են այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ սրտատրոփին սպասում չէ, որ սա պայմանավորված։ Ինչու է պայմանավորված։ Նա խաղաղության պայմանագիր չկա, մենք պետք է նշենք, սա կապիտուլյացիա, կրկնա կապիտուլյացիա է, կրկնա կապիտուլյացիա։ Ինչ կարող եք ասել, ես մի բան գիտեմ, որ պայմանագրերը երկու կողմերի շահերն է սպասարկում։ Եթե պայմանագրում գեյների մասին խոսք չկա, արցախցիների վերադարձի մասին խոսք չկա, ինչի մասին ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկա, այստեղ խոսում ենք ինքնորոշման իրավունքի, չէ։ Ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկա, Ադրբեջանի դեմ հայցերի մասին խոսք չկա, Հայաստանի տարածքի, ինքնիշխան տարածքի օկուպացիայի ազատագրելու մասին խոսք չկա, ինչը դե Ավելին, Ադրբեջանը ավելացնում է այդ պահանջները։ Սահմանադրություն, նոր սահմանադրություն անկախության հռչակագրից հրաժարվում, սա խաղաղություն չի, սա հնազանդեցում է, ես ասել եմ, Գերեզմանում էլ է խաղաղ, օրինակ Արցախում էլ է հիմա խաղաղ, Արցախում խաղաղ է, բայց հայ չկա, Նախիջևանում էլ է խաղաղ, հայ չկա, այսինքն, եթե Նիկոլայեցևի խաղաղություն ապերում, այդ խաղաղությունը պահի թող իրեն ու իրա կպեին, հայ ժողովուրդը եռաբելուները չեն առաջացել նրա համար, որ հայ ժողովուրդը ցեղասպանությունը մոռանա, Արցախի ինքնորոշման իրավունքը մոռանա, արցախցիները, որոնք անում են դարձել իր պատճառով, նույնիսկ օպեկները, որ վճարում են, այդտեղ չտա, դա խայտառակություն է, բայց այդտեղ ասելով չի, սրտի համախմբել, ավարտեցինք շնորհակալություն